Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ Աստծո բարկությանը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ», ասում է Տերը։ Երբ մեզ վիրավորում են, մարդու բնական արձագանքն է վրեժ լուծելը։ Մարդ փափագում է իր հանդեպ կատարված անարդարությունը վերականգնել, առանց մտածելու, որ իր անարդարությունը և անօրեն ընթացքը միայն Աստծո միջամտությամբ վերականգնվեց։ Աստված իր Որդին ուղարկեց, որպեսզի մեր անարդարության փոխարեն արդարը վճարի իր կյանքով։ Աստված կանչում է մեզ վստահելու իր արդարությանը։ Միայն Նա կարող է ճշմարիտ դատաստան տեսնել։ Վրեժը և դառնությունը մեր սրտի համար թույն են, դրանք մեզ ներսից են վնասում, մինչդեռ երբ մենք թողնում ենք ամեն բան Աստծո արդար դատաստանին, չենք մեղանչում ոչ Աստծո առաջ, ոչ էլ մեր դիմացինների առջև և ազատվում ենք մեզ ներսից փչացնող թույնից։ Իսկ Աստծո արդարությունը կատարյալ է, և մենք կարող ենք ապրել խաղաղությամբ, վստահ լինելով, որ Նա ամեն բան կկարգավորի։ Եթե ձեր կյանքում կա մեկը, ում հանդեպ դուք դառնություն եք պահում, աղոթեք, որ Աստված օգնի ձեզ ազատվել դրանից, վստահելով իր արդարությանը։ Տեր, օգնիր ինձ վստահել քո արդարությանը և չփորձել ինքնուրույն վրեժ լուծել։ Ազատիր իմ սիրտը դառնությունից և սովորեցրու ինձ քայլել խաղաղության մեջ։ Ամեն։